Դրա ստեղծագործական առաջին ժողովածուն է լույս տեսնում երգեր եւ վերքեր 1897 թվական եւ սովորաբար հատկապես խորհրդային տարիներին շեշտադրումը կատարվում էր գրականագիտության տեսանկյունից նրա վրա, որ այստեղ սիրո եւ մելամաղձոտ տարբեր մտայնությունների արտահայտություն են ներկայացված, բայց իհարկե մենք նաեւ պետք է նկատենք, որ նա ի սկզբանե նաև հանդես է գալիս որպես ազատագրական շարժման երգիչ եւ հայդուկային երգեր խորագրով ստեղծագործությունների շարք է հրատարակում, դրոշակում եւ սա իհարկե գաղափարական լուրջ աշխատանք էր, որովհետեւ դրոշակը դիտարկվում էր որպես այդ ժամանակ ազգային ազատագրական շարժման գաղափարական ուղղություն որոշող ստեղծագործական միջավայր ապահովող պարբերական եւ դրա համար նրա այս ստեղծագործությունների մի մասը ժամանակի հետ դառնում են մարդկանց համար սիրելի երգեր եւ այդպիսին մնացել են նույնիսկ մի մասը մինչեւ հիմա եւ այստեղ օրինակ Սալոնոց օրերում ստեղծագործության մեջ նա ոգեկոչում է Հայաստանի անկախության գաղափարը Եվ արդեն 19-րդ դարի վերջից մենք տեսնում ենք, որ այս ուղենիշը նրա համար կա, որ Հայաստանը պետք է լինի անկախ պետություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։